44 օր, օրեր, որոնք թվերով չեն չափվում, դրանք մխիթարանք չեն տալիս, այլ վերք են բացում, այդ օրերը մեր հայրենիքի մեջ դրոշպվեցին արյամբ, խիզախությամբ ու ցավով, երկինքը մտնեց, հողը դողաց հրանոթների ձայնից, բայց հայի ոգին չկոտրվեց, այդ օրերին ծնվեցին նոր նժդեհներ, նոր դերոներ, որոնք չկոչվեցին անուններով, այլ ճանաչվեցին որպես եղբայրներ, ընկերներ, որդիներ։ Նրանք թողեցին մանկության օրերը, թողեցին մոր գրքի ջերմությունը ու գիշերվա կեսին, լուսաբացին ու կեսօրին մարտի դաշտում դարձան ապառաժներ, թշնամին գալիս էր ալիք, բայց նրանք կանգնած էին մեր կրծքով, ասես իրենց սրտերով պահում էին հողը։ Խրամատը դարձավ տուն, հողը մահճակալ, քամին թևակից, նրանք երգում էին կրակի ու աղմուկի միջից, երբեմն լուռ աղոթում, երբեմն ժպտում, չնայած կարմրած աչքերին։ Նրանք գիտեին, կարող են չվերադառնալ, բայց քայլեցին, որովհետև հայրենիքը սպասում էր։ Գիտեին, գուցե չեն տեսնի վաղվա արևը, բայց գնացին, որ մենք ապրենք այդ արևի տակ։ Այդ օրերը դարձան փորձություն, որից ծնվեցին հերոսներ։ Նրանք ընկան, բայց չկորան, մարմինները հողին հանձնվեցին, բայց հոգիները վերածեցին լեռների։ Եվ այսօր, երբ նայում ես Արարատին կամ Արցախյան ձորերի քարերին, լսում ես նրանց շունչը։ 44 օրն ավարտվեց, բայց պատմությունը ոչ, որովհետև նրանց արյունը չի թափվել իզուր, այն խառնվել է հողին ու դարձել սերմ, եւ այդ սերմից պիտի աճի նոր սերունդ, ավելի ուժեղ, ավելի համառ։ Արցախը այսօր ցավ է, բայց վաղը երթ ու վերադարձ։ Արցախը այսօր կիսատ տուն է, բայց վաղը ամբողջացած սրբություն, որովհետև չկա ուժ, որ կարողանա հանել Հայաստանի հոգուց Արցախը։ Մենք պիտի վերադառնանք մեր գետերին ու լեռներին, մեր եկեղեցիներին ու խաչքարերին, պիտի բարձրացնենք մեր դրոշը այնտեղ, որտեղ այն ցած է գցվել։ Պիտի նորից բացվեն Արցախյան դռները, թնդանոցի շչակների փոխարեն լսվի երեխաների ծիծաղը։ Հերոսները մեզ թողեցին ճանապարհ, մենք պարտավոր ենք անցնել այդ ճանապարհով, որպեսզի նրանց արյունը պսակվի հաղթանակով, եւ երբ վաղը մեզ հարցնեն, որտեղ են ձեր հերոսները, մենք կասենք, նրանք մեր կողքին են, նրանք մեր աչքերի մեջ են, մեր քայլերում, մեր ձայնում, նրանք այն ուժն են, որ մեզ կվերադարձնի Արցախը։ Եվ այդ օրը, երբ կրկին մեր հողում խաղաղությունը կթևածի, մեր մայրերը կգրկեն իրենց որդիներին առանց վախի։ Երբ երեխաները խաղան Շուշիի բարձրունքի վրա, մենք կասենք, հերոսների գերազանքը իրականություն դարձավ։